Ներկայանալ, Լավջի Վարդանյան, Շիրակի մարզպետարանի սպորտի պատասխանատուն եմ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։ Սպորտի մեջ եմ արդեն շուրջ կես տար։ Ուզում եմ նախ ողջունել մեր հյուրերին, բարով եք եկել Շիրակ աշխարհ, բարով եք եկել սպորտային մայրաքաղաք Գյումրի, նաև ուզում եմ ողջունել Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում ռեգբի մարզաձևի հիմնաքարը տնելու նախաձեռնությունը։ Եվ կարծում եմ, որ շատ հայրենանվեր աշխատանք կլինի դա։ Եվ մեկից ուզում եմ ասել, որ մենք պատրաստական ենք համագործակցելու, աշխատելու հետ, եւ հենց սկզբից կարող եմ ասել, որ մենք կանենք ամեն ինչ, եթե խմբերը ձևավորվան, այդ խմբերի մարզումների համար մարզադաշտեր տրամադրել։ Այսօր տեսեք Շիրակի մարզում, գյուղական վայրերում եւ նաեւ քաղաքային վայրերում կա մոտ 20-ից 25 արհեստական խոդածածկով խաղադաշտեր 44-22 չափերի, որը կարծում եմ մարզումների համար բավական կլինի։ Բացի դրանից պետությունը արդեն անցած տարվանից զարգ է տվել կոնկրետ ասենք գյուղում արդեն մոտ 10 նմանատիպ մարզահրապարակներ են ստեղծվել արհեստական ռեկարտանով։ Դրանցում կարծում եմ նույնպես կարելի է մարզումներ կազմակերպել։ Մարզադահլիճների այդ մարզադաշտերի տրամադրումը մենք ամեն ինչ կանենք, բայց այստեղ սկսենք բայցերից։ Երեխաների այդ մարզումներ անցկացնելու համար պետք է մասնագետ մարզիչ, այսօր որտեղ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրենքի պահանջում է, ֆիզկուլտուրայի ուսուցիչը դպրոցում պետք է լինի պարսագույն մասնագիտական կրթություն ունեցող անձնավորություն, իսկ մարզիչը, որը աշխատում է, դա կլինի փողակում, համայնքային կամ ակումբներում, պետք է ունենա կամ պարսագույն կրթություն ֆիզկուլտուրայի, կամ ավարտած լինի օլիմպիական քոլեջ։ Հայաստանում էլ կա Երևանի օլիմպիական քոլեջը, Գյումրու օլիմպիական քոլեջը, նաև ունենք ֆիզկուլտուրայի տեխնիկում արտիգում։ Այսինքն, եթե մենք տրամադրում ենք այդ դաշտերը, այդ մարզահրապարակները, այնտեղ պետք է երեխայի հետ պետք է աշխատի այն մարդը, որը կոչված է դրա համար։ Ու նաև հարցս, առաջի հարցս, ես իհարկե տեղյակ չեմ, կարող եք լուսաբանեք այդ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեգբի ինչ-որ բաժին, ամբիոն։ Ռեգբի ամբիոն եղել է 2009 թվականին, մասնագետներ տալիս եք։ Ոչ, Հայաստանում, տեսեք, ես էլի լավ տեքստեր չեմ ասելու։ Դեք ինչ համար եմ ասում, ուրեմն տեսեք, այսօր պետությունը լրիվ այն խոսողացուչով տնում նայում է սպորտը։ Տեսեք, վերջի որոշումը, կառավարության վերջի որոշումը, որտեղ կերտած ֆիթնես ագուտներ կան, չէ՞։ Ֆիթի վրա ինչ ասես։ Որտեղ կերտած ֆիթնես ագուտներ։ Այդ ֆիթնես ագուտները պարտադիր, այդ մարդիկ, որոնք մարդկանց հետ ֆիզիկական դաստիարակություն, առողջ դեմ կուլտուրիզմ, պարտադիր պետք է լինեն մասնագետ։ Եթե չէ, չեն թողնում։ Նույնը կարծում եմ կվերաբերվի ռեգբիին։ Բայց այն, որ շատ լավ մարզաձև է, ու տեսեք, այսօր այս խաղադաշտը շատ լավ դիրք ունի, այսպես կարասում։ Մոտիկ գյուղեր կան, մեծ գյուղեր են, Մարմաշեն, Վարամաբերդ, Կապս, այս կողմը Մայիսյան, Քետի, որտեղ սպորտային կրպակներ չկա։ Ու այդ երեխեքը գյուղի երեխին որ բացադրես ռեգբին ինչ է պետք է սրտես, շատ մարդ։